Հնդիկ մարգարեն կանխատեսում է 2026 թվականին խնդիրներ։ Վերջին 800 տարիների ընթացքում չեն եղել այն փոփոխությունները, որոնք մեզ սպասում են 2026 թվականին։ Վանգային ավելի շատ վստահում է ավագ սերունդը։ Աբիգյան Անանդը կատարելապես հասկանում է երիտասարդ լսարանին, որը հետևում է նրան սոցիալական ցանցերում։ Միլիոնավոր մարդիկ հրաշքներ են սպասում տղամարգարեից և հավատում է նրա յուրաքանչյուր խոսքին։ Աբիգյան Անանդը առաջին մարգարեներից մեկն էր, որը կանխատեսեց կորոնավիրուսը, ինչպես նաև Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը։ Այժմ ամեն տարի նա ուսումնասիրում է ապագան և զգուշացնում բոլորին։ Վերջին 800 տարիների ընթացքում չեն եղել այն փոփոխությունները, որոնք մեզ սպասում են 2026 թվականին, զգուշացրել է նա։ Աբիգյան խոստովանեց, որ 2026 թվականը շարունակում է 2020 թվականին հաստատված ավանդույթները, այդ պատճառով նա ուսումնասիրում է ամբողջ ժամանակաշրջանը, փորձելով հասկանալ իրադարձությունների շղթան, որը մեզ հասցրեց այս կետին։ Ես ամեն ինչ նայեցի 2019 թվականին, երբ մտածում էի ապագայի և տարբեր համադրությունների մասին։ Այդ ժամանակ պարզ էր, որ ամեն ինչ կտրուկ կփոխվի։ Մենք կանգնած ենք նոր դարաշրջանի առջև, երբ օրենքներն ու սահմանները կփոխվեն և երկրները կսկսեն վերափոխվել։ Այս ամենը կշարունակվի մի քանի տարի, ասաց Անանդը։ Չնայած աշխարհի արագացված տեմպին, մենք փոփոխությունները չենք զգա անմիջապես, այլ երկար ժամանակահատվածում։ Ավելին, մենք միայն հիմա ենք քաղում 2020 թվականին տեղի ունեցածի պտուղները։ 2026 թվականին ավելի շատ աշխարհաքաղաքական վերափոխումներ կլինեն։ Պարզապես 2025 թվականը նրանց պատրաստել է հսկայական մարտահրավերներով, որոնք մենք հիմա ենք անդրադառնում։ 2026 թվականի հուլիսի վերջին ամբողջ աշխարհում կլինեն խոշոր անվտանգության ռիսկեր։ Բայց ոչ Հայաստանի համար։ Ձեր երկիրը և նրա ղեկավարությունը ունեն հստակ դիրքորոշում, որը պահպանվել է վերջին 3 տարիների ընթացքում։ Հետևաբար, դուք լավ հեռանկարներ ունեք մինչև այս տարվա աշունը, նշեց մասնագետը։ Աբիգյան ասում է, որ շատերն այժմ խոսում են տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման մասին։ Նա զարմացած էր իր շուրջով կատարվողից։ Շատերը իրականում կարծում են, որ նեյրոնային ցանցերը կոչնչացնեն ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհը։ Ես խոսեցի տարբեր մասնագետների հետ, ապա անցկացրեցի իմ սեփական աստղագիտական վերլուծությունը, օգտագործելով նրանց տվյալները, և ցանկացած խոշոր նորարարություն, որը հիմա աջակցում է մեզ, կունենա դիմադրություն, կհայտնվի հակապաշտմունք, որը կցանկանա պայքարել դրա հետ։ Այս ամենին զուգահեռ կներկայացնենք կենդանակերպի 3 նշանների, որոնք մարտի վերջին կարևոր որոշումներ պետք է կայացնեն։ Խոյ, բեմ բարձրանալը և ձեր իրական եսը գտնելը։ Մարտի 20-ը նշանակալի ամսաթիվ է ամբողջ աշխարհի համար, բայց կրկնակի կարևոր է ձեզ համար։ Այսօր արևը կմտնի ձեր նշանը, մուտքից, նշելով ձեր անձնական նոր տարին և գարնան աստղագիտական սկիզբը։ Ձեր էներգիան կսկսի ալիք բարձրացնել, դուք կզգաք ուժի և անհապաղ գործելու ցանկություն։ Այնուամենայնիվ, դեռ վաղ է հանգստանալու համար։ Մարտի 22-ին արևը կզուգադիպվի Նեպտունի հետ, իսկ մարտի 25-ին Սատուրնի հետ խոյում։ Սա ձեզ բարդ, բայց հետաքրքիր մարտահրավեր է ներկայացնում։ Դուք պետք է որոշում կայացնեք ձեր կերպարի և նպատակների վերաբերյալ։ Մի կողմից Նեպտունը կհրավերի վարդագույն հեռանկարներով, իսկ մյուս կողմից խիստ Սատուրնը կպահանջի պլան և պատասխանատվություն։ Այս շաբաթվա ձեր որոշումը պետք է հավասարակշռի երազանքների և իրականության միջև։ Ընտրեք բան, որը պատրաստ եք կառուցել երկար և դժվար ժամանակներում։ Խեցգետների համար մարտի վերջին կփորձարկի նրանց անձնական և մասնագիտական հարաբերությունների ամրությունը։ Արդեն մարտի 18-ին Վեներան մտնում է լարված ասպեկտ քառակուսի Յուպիտերի հետ, ինչը կարող է ստեղծել հակասություն հարմարության ցանկության և հորիզոնները ընդլայնելու ծարավի միջև։ Իսկ մարտի 22-ին Մարսը ձկների համաստեղություն ներդաշնակ է կազմում Յուպիտերի հետ խեցգետնի համաստեղությամբ, առաջարկելով հզոր աջակցություն ենթագիտակցության խորքից։ Գագաթնակետը կլինի մարտի 25-ին, երբ Լուսինը կմտնի իր առաջին կարորդը ձեր նշանում։ Սա ընտրության ժամանակաշրջան է։ Դուք կստիպված լինեք որոշում կայացնել ընտանիքի կամ անշարժ գույքի հետ կապված, որը կազդի ձեր հասարակական դիրքին։ Դուք կարող եք ընտրություն կատարել ձեր կարիերայի և սիրելիների միջև, բայց մի անհանգստանաք։ Այս դերերը մարտի 25-ին և 28-ին Սատուրնի և Պլուտոնի հետ ասպեկտները ենթադրում են, որ սառը գլխով և ավանդույթներին հնվելով կայացված ցանկացած որոշում երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի ձեր կարգավիճակի ամրապնդմանը։
ցուլ, ֆինանսներ, զգացմունքներ եւ ազատության նոր մակարդակ։ Դուք կարող է ամբողջ մարտ ամսվա ընթացքում մտքերի մեջ կորած լինեք, բայց մարտի 30-ից իրավիճակը կտրուկ փոխվում է։ Այսօր ձեր կառավարիչ Վեներան կհեռանա անկայուն նշաններից եւ կմտնի ձեր հարազատ ցուլը։ Այս վերադարձը իր տարերին կբերի հանգստություն եւ վստահություն, բայց մինչ այդ դուք պետք է անցնեք կարևոր վլի ակտի։ Ուշադրություն դարձրեք մարտի 18-ին, Արևի եւ Ուրանի միջև սեքստիլը կազդի ձեր ֆինանսների եւ արժեքային համակարգի։ Հնարավոր է անսպասելի դրամական հոսք կամ ընդհակառակը, անսպասելի ծախսեր։ Իսկ մարտի 25-ին, երբ Արևը հանդիպելու է Սատուրնի հետ, դուք կստիպված լինեք որոշում կայացնել խոշոր ներդրումների կամ բյուջեի վերանայման վերաբերյալ։ Մարտի 28-ից, երբ Սատուրնը եւ Պլուտոնը կկազմեն աջակցող սեքստիլ, դուք կկարողանաք հիմք նայել նոր, ավելի կայուն ֆինանսական հիմքի։ Այս ժամանակահատվածում ձեր հիմնական որոշումն է թողնել կայունության վերաբերյալ հեն վախերը եւ թույլ տալ ինքներդ ձեզ մի փոքր ավելի շատ ազատություն անքայսնության արտահայտման հարցում։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, ապա հերթ չմոռանաք հավանել, այն կիսվել տեսանյութով ընկերների հետ եւ անպայման բաժանորդագրվել ալիքին, քանի որ այստեղ ձեզ սպասում են ավելի հետաքրքիր եւ հուզիչ պատմություններ։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ։